Գիտեք, մենք ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն կեղծ օրակարգ ենք համարում եւ կարծում ենք, որ սա որևէ ապոկալիպտիկ փոփոխություն ելքերից որևէ մեկի դեպքում չի բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ քաղաքական կյանքի տրամաբանությունը մեծ հաշվով չի փոխելու։ Ես այսօր առաջին հերթին եկել եմ իմ քաղաքացիական պարտքը կատարելու եւ այսպես ասած, ես կարծում եմ, որ քաղաքացիները պետք է քվեարկեն եւ իրենց դիրքորոշումը արտահայտեն։ Իմ դիրքորոշումը հանրահայտ է, այնպես որ իմ գործողություններում եւ տրամաբանության մեջ որևէ բան չի փոխվել։ Ես մի անգամ այս փոփոխությունների նախագծի վերաբերյալ քվեարկել եմ, այնպես որ ամեն ինչ թափանցիկ է եղել։ Այսպես չեք կեղծ օրակարգը օրինականացնում, լեգիտիմացնում։ Գիտեք, ես այսօր եկել եմ, որ իմ քվեաթերթիկին տեր կանգնեմ, ոչ ավել, ոչ պակաս։ Պարոն Փաշինյան, ընդդիմադիրները մտադիր են երեկոյան հրապարակում հետևել քվեների հաշվարկին, այսպես նաև ճնշում գործադրելով իշխանությունների վրա։ Ինչ կարծիքի եք այս մասին, հնարավոր է դուք եք։ Ես ասացի, որ մենք հետևում ենք գործընթացներին, արդեն ասել եմ հրապարակի վերաբերյալ, մյուս իրադարձությունների վերաբերյալ իմ դիրքորոշումների մասին եւ այդ դիրքորոշումների մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին եւ ելի կարող եմ ասել, երբ որ տեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անելու ռեալ իրական շանս կա, մենք կլինենք այդ իշխանափոխության առաջին դիրքերում, բայց ելի եմ ասում, մենք զերծ կմնանք անել քայլեր, որոնք ի վերջո մարդկանց բերելու են հերթական հուսահատություն։